Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք հայկական ավանդական համեղ ավելուկով թանձր ապուր։ Ինչ է մեզ հարկավոր։ Ինչպես միշտ առաջարկում եմ բաժանորդագրվել My Culinary Versions խոհարարական ալիքին, հավանել մեր էջը, իսկ ես ներկայացնեմ բաղադրիչները։ Ոսպ 1 բաժակ, կոտրատած ձավար 1 բաժակ, ավելուկ 2 կապ, կարտոֆիլ 1 հատ, գլուխ սոխ 3 հատ, ձեթ, ալյուր 2 ճաշի գդալ, աղ, սև և կարմիր պղպեղներ, ընկույզ կես բաժակ, սխտոր ըստ ճաշակի և եռման ջուր 1/3 բաժակ։ Հիմա անցնենք պատրաստման եղանակին։ Ոսպը նախօրոք լվանում ենք, կիսաեպ ենք անում, դնում ենք մի կողմ, ձավարը նույնպես լվանում ենք, կիսաեպ ենք անում, դնում մի կողմ, ավելուկը 30 րոպե թրջում ենք եռացրած ջրով, լվանում ենք սառը ջրով, այնուհետև քամում և կտրատում, մոտավորապես 3-4 սանտիմետր երկարությամբ, սոխը կտրատում ենք, կարտոֆիլը մանր կտրատում ենք, ընկույզը մանրացնում ենք, ալյուրը բովում ենք ընթացքում, սխտորը ճզմում ենք վերջում։ Հիմա սոխը տապակում ենք առատ ձեթով կաթսայի մեջ, քիչ կարմրելուց հետո ավելացնում ենք ալյուրը, լավ խառնում ենք, տապակում ենք սոխի հետ, բովում ենք մի խոսքով, ևս 2 րոպե, մինչև ոսկեգուն ելա, համեմում ենք աղով, սև կարմիր պղպեղներով, ավելացնում ենք կտրատած կարտոֆիլը, ոսպը, նախօրոք արդեն պատրաստ ունենք, կարտոֆիլը, ոսպը, ձավարը և ավելուկը, խառնում ենք, թողնում ենք միասին և ֆեն մոտ 10 րոպե, վերջում ավելացնում ենք մանրացված ընկույզը, եփում ենք ևս մի քանի րոպե, մատուցում ենք սխտորով։ Ցանկության դեպքում, եթե ջրիկ եք սիրում, կարող եք ընթացքում եռման ջուր ավելացնել, մոռացա ասել, ուրեմն 1/3 բաժակ ջուր ենք ավելացնում և եփում, իսկ եթե կցանկանաք ոչ թանձր ջրիկ, ուրեմն կավելացնեք ձեր ցանկությամբ, ինչքան կցանկանաք ջուր կավելացնեք։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։